Էլենի արածները բացահայտվելու են, Սետան և Հարութը ամեն ինչ կիմանան, Նվերի և Մանեի արածները բացահայտվելու են։ Այս տեսանյութում ձեզ կպատմեմ, թե ինչ է տեղի ունենալու «Տաքսիստը» սերիալում, բայց ձեր կարծիքով Հարութն ու Սեդան կրկին կարող են միասին լինել։ Հարութը պետք է ների Սեդային։ Խնդրում եմ, ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում։ Հարութն ազատ է արձակվում և անմիջապես սկսում է քորից վրեժ լուծելու մասին մտածել։ Նրա ներսում եղած զայրույթը յուրաքանչյուր վայրկյան ավելի է մեծանում։ Նա կարծում է, որ այս ամենում ինքն էլ իր մեղքի բաժինն ունի, որովհետև աստիճանաբար հասկանում է, որ քորը բոլոր կարևոր տեղեկությունները հենց իրենից էր ստացել։ Այդ պահերը նորից ու նորից վերադառնում են նրա մտքում։ Նա ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կարող էր նման մեծ սխալ թույլ տալ։ Այս հարցադրումը նրան անխուսափելիորեն հասցնում է Էլենի դերակատարությանը։ Այս ընթացքում Էլենը խուճապի է մատնվում։ Նա գիտի, որ եթե Սյուսին իմանա ճշմարտությունը, ապա ամբողջությամբ կկորցնի նրան։ Վախը պատում է նրան։ Նա սկսում է մտածել, թե ինչ պետք է անի։ Նրա մտքում փախուստի ծրագրեր, սուտ և մանիպուլյացիաներ են պտտվում, բայց դրանցից ոչ մեկը վերջնական լուծում չի տալիս։ Հենց այդ պահին Նվերն ու Սեդան հանդիպում են Էլենին և Նոնային։ Էլենը նախկինում վարպետորեն մանիպուլացրել և վախեցրել էր Նոնային։ Այդ պատճառով Նոնան չի կարողանում ասել ճշմարտությունը։ Էլենը վարպետորեն դուրս է գալիս այս հանդիպումից։ Նա կարողանում է չեզոքացնել վտանգը, սակայն նրա ներսում անհանգստությունը չի անցնում, ընդհակառակը, ավելի է մեծանում։ Իսկ Հարութը վճռական է բացահայտելու ճշմարտությունը։ Նա քայլ առ քայլ առաջ է գնում և հետևում յուրաքանչյուր հուշման։ Միջնորդը նույնպես հավատում է, որ Հարութն անմեղ է։ Նա որոշում է գաղտնի օգնել նրան։ Նրանց ճանապարհները լուռ միավորվում են, և նրանց միջև անտեսանելի կապ է ձևավորվում։ Առաջիկա սերիաներում Հարութը գտնում է Քորին։ Նա ստիպում է նրան խոսել, հասնում է նրան, որ Քորը ամեն ինչ խոստովանի և իմանում է Էլենի հետ նրա կապի մասին։ Մինչ ճշմարտությունները մեկը մյուսի հետևից բացահայտվում են, մութ իրադարձությունները սկսում են լուսաբանվել։ Սյուզին չի կարողանում հավատալ իր լսածին։ Նրա աշխարհը ցնցվում է, աչքերը արցունքով են լցվում, իսկ սիրտը կոտրվում է։ Սեդան զայրացած փորձում է հարվածել Էլենին։ Հենց այդ պահին Սյուզին միջամտում է և փրկում Էլենին։ Այնուհետև իր ձեռքով նրան հանձնում է արդարադատությանը։ Այժմ Սեդան շատ բան է պարտական Հարութին։ Նա գնում է Հարութի մոտ և ներողություն է խնդրում նրանից, սակայն Հարութը կարծես վճռական է, չներելու Սեդային։ Կկարողանա Սեդան արժանանալ նրա ներողամտությանը։ Ինչ եք կարծում։